ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել են, որ երկու երկրները ստորագրել են 60 օր գործողության փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում Լիբանանում, Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում եւ երկրի վերականգնման համար հատուկ հիմնադրամի ստեղծում։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները չի պահանջում, որ Իրանը լիովին հրաժարվի իր բալիստիկ հրթիռներից եւ կարծում է, որ Թեհրանը պետք է իրավունք ունենա նման զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Պուտինին եւ Սի Ցզինպինին Իրանի հակամարտության ընթացքում չեզոքության համար։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կպահպանի ռազմական ներկայությունը Պարսից ծոցում Իրանի հետ ձեռք բերված համաձայնագրի իրականացումը վերահսկելու համար։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմի դադարեցման հուշագիրը ստորագրումից հետո արդեն ուժի մեջ է մտել։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցը պետք է անապահ բացվի նավագնացության համար, իսկ Միացյալ Նահանգները կդադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը։ Գիշերը Սոչի Արխանգելսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը Սև ծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան է տվել եւ անհետացել ռադարներից։ Ինքնաթիռում 189 մարդ է եղել։ Ավելի ուշ տարածված տեղեկատվության համաձայն Smart-Avia ինքնաթիռն անվտանգ վայրեջք է կատարել Սոչիի օդանավակայանում։ Boeing 737-800-ը մեկնման օդանավակայան է վերադարձել տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիան։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև շփումները վաղուց դադարել են պաշտոնական լինելուց։ Դրանք բարեկամական բնույթ են կրում մեծ մասամբ Էրդողանի դիրքորոշման շնորհիվ, հանդիպանն ասել է Պուտինը։ Մեկ այլ դրվագում Դմիտրի Պեսկովը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը կառավարողները հստակ գիտեն, թե որտեղ են հարվածում։ Դա երեխաներ տեղափոխող ավտոբուս էր, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բելարուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա հարձակումը։ Մեր պատասխան հատուկ ռազմական գործողությունը նախատեսված է մեր երկրի եւ մեր բնակչությանը նման ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու համար, նշել է նա։ Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ավիավթարի պատճառը հնարավոր է օդաչուի սխալն է եղել, ՏԱՍՍ-ին հայտնել են փրկարար ծառայությունից։ Ուկրաինան կրկին հարվածել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանին, գործարանը կրկին վերածվել է հրե կրակի։ Տուժածների եւ այլ ավերածությունների մասին տեղեկություն չկա։ Ռուսական կողմից ուկրաինական ԱԹՍ-ների վնասազերծման ընթացքում տուժել է ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող Սադավոտ շուկան։